Հավիվանքը դարձել է մեր կյանքի սովորական մի ընթացք, սովորական բառեր մեզ համար, բայց մոռանալով որ դա պղծում է մարդուն։ Այս մեծ շրջանը, որ պայեցողության մենք ապրեցինք դեպի հարություն, սիրելիներ, շատերը տառացիորեն ուտելիքի պահքը պահեցին։ Տառացիորեն, որ հանկարծ մի բան չշեղվեն, հանկարծ մի կաթիլ կաթ, մի քաղցր, մի բան չուտեն, պահքը խիստ լինի։ Բայց այդ ընթացքում մոռացան իրենց բերանի վրա փական դնել։ Մոռացան իրենց ձեռքերը կեղծիկի խաբեությունից հեռացնելու, մոռացան իրենց սրտի մեջ չարություն խորելու, մոռացան բամբասանքը չլսել, մոռացան այս ամենը։ Թաքուն տեղեր ուրիշի մոտ ցույց տվեն պահք են պահում, բայց թաքուն տեղերում իրենք կերան ու խմեցին, բայց մարդկանց ցույց տվեցին, որ իրենք պահեցողներ են։ Այս մարդը չի կարող հարության վկա լինել։ Այս մարդը չի կարող պահք պահել եւ մեղք գործելով Քրիստոսի հարությունը տեսնել։ Անհնար է, սրանք անհամատեղելի բաներ են սիրելիներ։ Եվ եթե դու միայն ուտելիքի պահք ես պահում, որ Քրիստոսին ցույց տաս, որ իր համար այսքան զոհողություն ես գնացել, Քրիստոս չի ուզելու տեսնել։ Մենք ամեն օր Սաղմոսի մեջ ասում ենք. Տեր, կամեցար, պատարակ մատուցենք քեզ, բայց դու մեր ողջակեզերն անգամ չես ընդունում։ Ինչու՞։ Որտեղ մեր ձեռքերը մաքուր չեն, մեր բերանը մաքուր չէ, մեր սիրտը չարության, վատելության լցված է։ Այնինչ որ այսօր կատարվում մեր իրականության մեջ, թե մենք ինչպես ենք իրար հետ ատելությամբ լցված, ինչպես ենք մեկս մյուսի կարծիքը չենք հանդուրժում, մեկը մյուսի խոսքը լսել չենք ուզում, մյուսի լույսը խավար ենք ներկայացնում, մեր խավարը լույս ենք ներկայացնում, մենք չենք կարող հարության վիճակով ապրել։ Մենք պարզապես եկանք, տեսանք, ձուն ներկեցինք, փլավը կերանք, իրար շնորհավորեցինք ու վերջացավ։